Ղալամքարյան, նորից էլի ստիպված եմ կրկնվել, բայց կրկնվում եմ նրա համար, որովհետև երևի լավ չեք հասկացել կամ միգուցե ես չեմ լավ ներկայացրել։ Տարիներ շարունակ ասել ենք, որ վիոլա ջրում կան խնդիրներ, լրջագույն խնդիրներ, եւ այս ամբիոնից պատկան մարմինները կրկնում եմ, ասել են այդ խնդիրները լուծվում է, եւ գալիս է մի պահ այդ կուտակված խնդիրները պայթում է, ոնց որ եղավ ջրամատակարարման հետ կապված այդ հիմա պետք է գա այդ նախընտրական շրջանը, որ զանգ են ասեն խնդիրները կարգավորված է, չեմ հասկանում, այս ինչ մոտեցում է, սա է կառավարման տրամաբանությունը, թե ավելի ճիշտ կլներ, որ այն ժամանակ այս խնդիրները, որ բարձրաձայնում ենք, հետևից գնային եւ որոշակի առումով պարզաբանումներ տային մեր հայրենակիցներին, այդ խնդիրները ինչից է առաջանում, ջրագողություն է, կորուստներից է, խողովակներից է, սրանից է, նրանից է, հիմա խոսում ենք Երևան քաղաքի սիրելի մեր հայրենակիցների մասին, շատ վատ է, որ գիշերվա ժամին ջուր չեն ունենալու, այդ շատ վատ է, բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, նույն մարզերում, այդ մարդիկ մի ժամին էլ են Երանի տալի, մի ժամ ջուր ստանալու Երանի են տալիս, նույն իմ հայրենի Իջևան քաղաքում, մեր թաղամասում, մեկ ժամ եթե ջուր են ստանում, մարդիկ ուրախությունից ցնծում են, հրավառություն են անում, լավ է, որ իշխանական պատգամավորներն է փաստում, որ նաև իր բնակության վայրում այդ խնդիրները կա, լավ, բայց մարդիկ ինչ անեն, ասենք մինչև երբ կարելի է դույլերով այդ, չգիտեմ, բան անեն, լցնել, որ ինչ որ մի կերպ կարողանա, սա կենսական նշանակության հարց է, նաև ուզում եմ այս ամբիոնից օգտվելով առիթից նաև հարյուրավոր մեր տնտեսվարողների նամակները, որ ուղղել են ինձ, իրենց տնտեսության վերաբերյալ, այդ տնտեսություններն էլ է տուժելու, ոչ միայն մեր հասարակ քաղաքացին, որը որ օգտագործում է, նաև տնտեսվարողները լրջագույն խնդրի առջև են կանգնել։ Ծովինար Վարդանյան, համեցեք։